Ավարտական փուլ վարչապետի կնոջը Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դավաճան անվանելու գործով։ Ամռու լրատվականին հայտնի դարձավ, որ Երևանի դատարանը այս քրեական գործով հասել է կողմերի վերջին խոսքին, որից հետո կգնա վերդիկտ եւ որոշում կայացնելու։ Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ ազգային ժողովրդավարական բևեռի անդամները բղավել էին դավաճան հողատում։ Արդյունքում մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնաման հրահարելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիան վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնաման հրահարելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը բևեռի անդամ է ու նրա մասով գործն արդեն դատարանում է։ Նկատում ենք նաև, որ գործով ավարտական փուլ է մոտեցել։ Տեսնենք, թե դատարանը ինչ որոշում կկայացնի 67-ամյա պապիկի մասով։